Տարպես խոսքը լինում է մտավոր խոսք և ձայնավոր խոսք և գրափարում այդ երկու բառերը նույն բառով են արտահայտվում գրափարում բան բառը կա, որ երկու իմաստն ունի բան, որ նշանակում է մտքի խոսք բան, որ նշանակում է լեզվի խոսք, ձայնավոր խոսք Եվ կարծեմ, թե այս երկու խոսքերն էլ խիստ կապակցված են իրար, մտքի և լեզվի խոսք։ Քրիստոս ավետարանում ասում է յուրաքանչյուր մարդ խոսում է իր սրտի ավելցուկից։ Իսկ ինչ է սրտի ավելցուկը։ Սիրտը մարդու հոգու անդաստանն է։ Սրտի մեջ ընկնում են խորհուրդներ։ Մտքից են գալիս այդ խորհուրդները, ընկնում են սրտի մեջ, սկսում են աճել, հասունանալ, պտուղ տալ։ Թե բարի և թե չար խոսքի, ասում է, բարի ծառը բարի պտուղ է տալիս, չար ծառը չար պտուղ է տալիս։ Եթե մեր միտքը մաքուր է և թույլ չենք տալիս չար խորհուրդներ մեր մտքի մեջ, որ ինչը շատ դժվար է, բայց ավելի շատ հետևում ենք սրտի մաքրությանը, խորհուրդներ կարող են մտքի մեջ ծնվել, բայց կարող ենք մենք դրա մուտքը արգելել դեպի սիրտ, որտեղ մտքի և սրտի միջև կա մի դուռ, որ կոչվում է կամք, կամքի դռնով են մտքի խորհուրդները ներմուծվում, մուտք գործում սիրտը, մենք կարող ենք անընդհատ ասել ոչ չար խորհուրդներին և մենք սսպում ենք մեր միտքը և պաղում ենք մեր սիրտը սուրբ, կա մտքի մաքրություն, կա սրտի սրբություն սիրտը մաքուր է լինում երբ որ սիրտը մաքուր է լինում կարծես քո հոգու մեջ կա ներդաշնակություն, խաղաղություն կա երբ որ քո հոգու սրտի մեջ խաղաղություն ու ներդաշնակություն կա այն ժամանակ լեզուդ չի փախնում լեզուդ ոնց որ զսպված լինի լեզուդ դու կարողանում ես կառավարել իսկ պղտոր խորհուրդների մեջ և աղտոտված սրտի մեջ ինչ բառեր ասես ծնվում են այ հենց Տիրոջ խոսքը հենց սրա մասին է, թե սրտի ավելցուկից է մարդու լեզուն խոսում։ Եթե քո սիրտը լցված է աշխարհի հոգսերով, մտածումներով, զբաղմունքներով, ուրեմն քո հոգու մեջ չկա խաղաղություն։ Եթե քո հոգու սրտի մեջ չկա խաղաղություն, ապա խոսքերդ էլ խաղաղարար չեն։ Չեն խաղաղեցնում ոչ քեզ և ոչ էլ լսողին, տեսել եք մարդ կա, որ խոսում է անկապ է խոսքերը, կապակցված չեն, վկայում է, որ իր հոգու մտքի մեջ ալեկոծություն է, մեկ է սա խոսում, տրամաբանություն էլ չկա, միտքն էլ ոնց որ հավաքված չի, անտրամանաբանական, անկապակցված բառեր է ասում, մեկ էստեղից, մենք էստեղից, ցրված բաներ է խոսում, այդ նշանակում է, որ իր մտքի մեջ ցնորք է, սրտի մեջ էլ պղտոր է, բայց երբ որ միտքդ հավաքված է, ամենակարևորը կամքն է, ամենակարևորը, այսինքն կամքդ քո ձեռքին է, դու գիտես, որ խորհուրդներին ասես այո և որ խորհուրդներին ասես ոչ և լրջորեն հետևում ես դրան և թույլ չես տալիս, որ չար խորհուրդները քո մտքից մուտք գործեն քո սիրտ։ Միշտ ես հետևում։ Կամքը մենք միշտ պետք է պահենք։ Միտքը կարող է չկարողանանք պահել միտքը ցրված լինի։ Եվ չարի նպատակն ինչ է, միտքը ցրի, դու ուշադրություն դարձնես մտքից, կամքդ բաց թողես։ Կամքդ բաց թողեցիր, չար խորհուրդները գցում է քո սիրտ։ Գցեց քո սիրտ, մի քիչ աճեցրեց, նրանք տարբեր են կարող լինեն, կարող են լինեն հուսահատություն, չգիտեմ, ցանկասիրություն, բարկություն, վերջ,
ինչ որ կա մտքից է գալիս։ Կամած աճեցնում, ոնց որ օծը դնում ես դու քո սրտի մեջ, մեկ խայթում այնք քեզ արդեն, հա։ Իր ամենամեծ խայթուցը դա խղճահարությունն է։ Ամենածառը հարվարը դա խղճահարություն, ինքը գիտի քրիստոնյայի հետ ամենամեծ զենքը իր կեղծ խղճահարությամբ պատերազմելն է, հա։ Քրիստոնյայի հետ կեղծ խղճահարությամբ է պատերազմում, իր զենքը դա է։ Այսինքն քրիստոնյան մեծամեծ մեղքերից հեռու է հիմնականում։ Եվ քանի որ մեծամեծ մեղքերից հեռու է, ինքը կարող է լուրջ խղճահարություն չունենալ, Այսինքն գիտեք ինչու, որտեղ այդ կեղծ խղճահարությունը իրական խղճահարություն չի, տանջում է մեզ։ Մենք ընդհակառակը պետք է մենք ուրախ լինենք, զվարթ լինենք, մենք պետք է փառք տանք Տիրոջը, մեղա Աստծո ասենք ու միասին փառք տանք Աստծուն։ Այսինքն այս երկուսը իրար հետ պետք է լինի, որ խիղճը մեզ ոչ թե խանգարի, այլ օգնի։ Զղջումը, արտասուքը ու ուրախությունը զուգահեռ գնան։ Ուրեմն զղջում ենք, մեղա Աստծո ենք ասում, փառք ենք ասում, ոտի ենք կանում, առաջ ենք գնում։ Թույլ չենք տալի կեղծ խղճահարություն մեր մեջ լինի։ Ուրեմն չարը այս մի իմաստով մտքից կամքի միջով անցնում է սիրտ, օծ է դնում մեր սրտի մեջ ու սկսում խայթել, կծել։ Եվ այդ բոլորը արտահայտվում է լեզվի վրա։ Ուրեմն հիմա մենք փորձենք մի քիչ շատ ընդհարցակվեցինք, իրականում լեզվի մասին պետք է խոսենք, բայց հասանք հեռուն ավելի։ Շատ կարևոր է, որ մարդը ժամանակին կարողանա լեզուն լրացնել։ Բայց դրա համար ինչ է պետք։ Դրա համար պետք է մտքի մաքրություն։ Եթե միտքդ մաքուր չի, եթե քո մեջ այդ ներդաշնակությունը չկա, ինչ որ ես ասեցի, ինչու ես ամբողջ պատմությունն ասեցի, որ մենք այդ ներքին ներդաշնակությունը կարողանանք պահպանել։ Չեմ ասում կատարելապես կստացվի, բայց գոնե արագ հետ դառնանք միտ սիրտ հոգի ներդաշնակությունը պահենք։ Եվ ամենակարևորը մտքի լրացումն է։ Միտքը երբ լուռ կլինի, երբ որ մեր սիրտը մաքուր միշտ լինի։ Մտքի լռության ստուգող գործիքը սիրտն է։ Հիմա բացատրեմ ինչ եմ ուզում ասել։ Երբ որ մեր սիրտը արդեն հոգնել է, թե աշխարհի մեղքերից, թե գայթակղություններից, թե հոգսերից, ուղղակի պահ գալի, չէ՞ որ արդեն ոչ մի բան ձեզ չի գրավում, չի քաշում, չես ուզում։ Ուզում ես միայն մտքի լռություն, սրտի մաքրություն։ Եվ այդ մեր մաքուր սիրտը, միտքն ու սիրտը իրար հետ համագործակցեն։ Մեր մաքուր սիրտը մեզ կարծես ուղղորդում է, ցույց է տալիս։ Միտքը էլ չի գայթակղվում, որտեղ սիրտը չի գայթակղվում։ Սիրտը որ չի ուզում մտքի մեջ, ուրեմն դրանք զուտ դատարկ խորհուրդներ են մնում եւ վերանում են։ Տեսեք, երեխային ոչ մի բան չի գայթակղեցնում, չէ՞ իրեն։ Ինչով մենք գայթակղում ենք, ինքը գայթակղում է քաղցրավենիքով, չգիտեմ ինչերով, լույսերով, զարդերով, ուրիշ բան իրեն չի գայթակղեցնում։ Ինչու որտեվ իր սիրտը մաքուր է։ Մտքում կարող է ծնվեն այդպիսի խորհուրդներ, բայց արագել վերանում են։ Եթե սրտիդ մեջ ոչինչ չկա, մտքում ծնվում է, վերանում է։ Որտեվ չես ուզում դա այդտեղ, իրապես չես ուզում, էլի։ Եվ հագեցած ես դու ամեն ինչով։ Քրիստոսով ես հագեցած, բայց երբ որ հոգիդ միտքդ խաղաղ չի, սիրտդ խաղաղ չի, բռնելու տեղեր ունենում է միտքը։ Այսինքն ինքը սկսում է որսալ քո մտքով քեզ։ Այս գեղեցիկ արվեստը յուրաքանչյուր քրիստոնյա պետք է տիրապետի, վաղ թե ուշ տիրապետի։ Եվ հետաքրքիր մի բան եմ ուզում ձեզ ասեմ, տեսեք, աղոթքն ինչ է, աղոթքի նպատակն ինչ է։ Իրականում
Դրախտում Ադամը մտքով սրտով միշտ աղոթքի մեջ էր, քանի դեռ չարը նենգությամբ չէր մուտք գործել իրենց մեջ, հա։ Եվ իրականում աղոթքի կարիք էլ չուներ, որտեղ աղոթքը Տիրոջ ներկայությունն էր, աղոթքը խաղաղությունն էր, աղոթքը դրախտի երանությունն էր, այսինքն աղոթագրքեր չկային գրված դրախտում, երկրի դրախտում Ադամը աղոթագրքերով չէր առաջնորդվում, որտեղ ինքը արդեն աղոթագիրք էր տեղով մեկ, հա։ Այսինքն աղոթքը դա մտքի լռությունն է, իրական աղոթքը, երկնային ներդաշնակությունն ու խաղաղությունը, ինչը ուր Ադամը դրախտում։ Մեր աղոթքի նպատակը հասնել դրախտային վիճակ, ինքնանպատակ չի աղոթքը, հա։ Ամենամեծ աղոթքը դա լռությունն է իրականում, ոչ թե խոսքերն են, այլ ապրումն այն, աստվածային ապրումն այն, երանությունն է, որ Ադամը դրախտում ուներ։ Եվ հիմա, եթե մենք որոշակի կարողանում ենք աղոթքներով հասնել մտքի լռության, հիմա պետք է փորձենք պահել այդ մտքի լռությունը, այդ սրտի խաղաղությունը, ներդաշնակությունը առանց աղոթելու անգամ, աշխատելով, ընտանիքի հոգսերը, կարիքները հոգալով, հա, քնելուց, այն որ ասում է քնելուց, արթնանալիս, ճանապարհ գնալիս, հենց ինչ խոչ չի ասում, ուրեմն իրական է, չէ՞ դա եղել։ Օրինակ Հակոբ Մզբնա հայրապետը ասում էր, որ միշտ սերովբեների, քերովբենի դասերի մեջ էր մտքով։ Հասկանում եք, իրանց աղոթքը այնքան գեղեցիկ էր, այնքան վեհ էր, բարձր էր, այդ աղոթքի խոսքերի խորհուրդներից բարձր էր իրանց աղոթքի որակը։ Հնարավոր չի մեզ աշխարհի մեջ ապրող մարդկանց հասնել այս որակի, դժվար է, բայց խորհուրդը մենք պետք է հասկանանք, փորձենք մեր չափով պահել, առանց այս խորհուրդը պահելու իմաստի մենք չենք կարող հասնել աղոթքի խաղաղություն։ Մեր աղոթքը գիտեք ինչ կդառնա։ Մեր աղոթքը կդառնա ցածր որակի աղոթք, էլի։ Խոսքերի շարադրանք, բայց ամեն դեպքում պետք է լինի աղոթքը, չափով, կարգով, եւ այդ երկարատև ռեժիմով պետք է աղոթենք մենք, կարգով, սիրուն, հա, բայց փորձենք այդ աղոթքի ռեժիմի մեջ որակել ստանալ, որակ պետք է ստանանք անպայման, հա։ Տեսեք, մենք երկար ենք չէ աղոթում այստեղ, ինքնանպատակ չի այդ աղոթքը, որոշակի ժամանակից հետո այդ աղոթքը սկսում է որակ ստանալ, այսինքն խաղաղություն ձեռք ես բերում, ոնց որ թեթևանում ես, սպորտսմենը ոնց է, սկզբում ինչքան դժվար է, չէ, ինչ-որ մի բանի հասնել, չէ, բայց գալիս է մի պահ, ինքը արդեն թեթև է, ազատ է, իրան կաշկանդ է զգում, եթե սկզբում ինչ-որ մի բան տանջանքով, չարչարանքով պիտի ձեռք բերեր, ես հիշում եմ, որ վազում ենք սկզբում, այնքան դժվար էր այդ վազելը, թոքերը տրակում է, բայց որ դիխանիդ բացվում է, այն որ սպորտսմեններն ասում են, թռնում ես, չես կարող կայնես, դիխանիդ որ բացվում է, գտնում ես, մի 100 կիլոմետր կվազես, ճիշտ այդպես է սկզբում դժվար աղոթքը ձեռք բերելը, բայց եթե որ շնչառությունը բացվում է աղոթքի, այդ աղոթքի շնչառությունը քեզ տանում է, հա, եւ պետք է փորձենք այս աղոթքի շնչառությունը պահել օրվա ընթացքում եւ ինքը շատ գեղեցիկ կլինի, գիտեք, երբ որ մարդ աղոթքի շնչառությունը պահում է, միտքը սկսում է արարել, ստեղծել եւ այդ արարչությունը չի դադարում, արգելք չի տեսնում, տունն է արարում, աշխատավայրում արարում, ճանապարհին գնալիս արարում, հա, երբ որ մոտ քո մեջ զվարթություն կա, չէ, դու կարող ես մեկին նայես, մեկի հետ երկու բառ փոխանակես, այդ փոխանակածը թեման կարող է հոգևորել չլինի ընդհանրապես, բայց փոխես մարդու, այնքան գեղեցիկ է այդ, բայց պետք է հասնենք դրան։
Մկրտություն եմ անում, ուրեմն հենց մկրտության սկզբից ասի քավոր ջան, այս սանիկներ լավն են, արժե դրանց կնքել ընդհանրապես։ Ինքեր քավորը խառնում, հոգա հալց կնքեք։ Այսինքն ուրիշ միտեղ միգուցե այդպես մի բան ասե, կամ ասեն ծաղրում է քահանան մեզ, հա, կամ էլ ասում է վիրավորում է։ Բայց հոգին այնքան գեղեցիկ էր, այնքան լավ էր այդ ասածի, որ իրանք միանգամից զվարթացան, մտան խորհրդի մեջ։ Այսինքն շատ կարևոր է, թե ինչ հոգով ես դու ասում, եւ այդքան էլ կարևոր չի, թե ինչ ես ասում։ Կարևոր է, թե ինչ ես ասում եւ ինչպես ես ասում։ Ի հասնենք այս հոգու խաղաղությանը եւ լեզուտ ինքը հոգիդ քեզ կթելադրի լեզուտ ինչպես պիտի շարժվի։ Սա մարդ կա խոսում է անընդհատ, բայց մտքի մեջ լռություն է եւ գեղեցկություն է։ Բայց եւ մարդ էլ կա, որ չի խոսում ոչ ման, բայց մտքի մեջ փոթորիկ է ամբողջ։ Ավելի լավ է չխոսա։ Հա, որ խոսա այդ փոթորիկը հայտնի է դառնալու, չէ՞։ Ուրեմն մի հատ հետաքրքիր դեպք կա, Աբա Դորոթեոս Գազացին վանականներից մեկին հարցնում, ասում է եղբայրն է քեզ շատ են վիրավորում էլի։ Ինչպես ես դիմանում էլի, ասում ոչ մի պատասխան չես տալիս։ Աբա Դորոթեոս Գազացուն թվում է թե այս մի վանականը բավականին լուրջ սրբությանը հասել էլի, որ վիրավորենքներին չի պատասխանում։ Եվ պատասխանում այս վանականն ասում է դե շունեն էլի թող հաճա։ Իրականում իրա լռել է չպատասխանել է ոչ թե խոնարհություն էր, այլ հպարտություն էր։ Այսինքն ինքը իրեն արժանել անգամ չէր համանում նրանց պատասխանելու։ Ես նրանց մակարդակի խոչ եմ, նրանց այդ լեզու թրջեմ։ Կոպիտ ասած այսպես էր։ Այդ լռությունը նրանց լավ բան լինել էլի։ Ինչա, ոգևոր է ավելի գնալու այստեղ։ Հիմա եւ այսպես ենք ապրում, այսինքն երբ որ մեր հոգին խաղաղության, ներդաշնակության մեջ է, ներդաշնակությունը ոնց ասած հավասարակշռված։ Արդեն մեր հոգին մեր լեզվին թելադրում է, թե ինչ պետք է խոսանք։ Որ ավետարանում Քրիստոսին չի ասում, ասում է, երբ որ գնաք, մի մտածեք, թե ինչ պետք է խոսեք։ Սուրբ հոգին դες կթելադրի։ Բայց երբ շատ անգամ սա հակառակն է լինել։ Մեր հոգին խաղաղություն չունի, մեր միտքը սիրտ այս ներդաշնակություն չեն կարողացել պահել, մտքից դեպի սիրտ դուռը անդադ բաց է եղել, մտել այնտեղ, մեր սրտի մեջ խաղաղություն չկա, լիքը օձեր կան, այսինքն նախապաշարումներ, մտահոգություններ, որոնք ժամանակ առ ժամանակ կծում են մեզ, հա, ներսից, սրտից են կծում։ Մտքից չեն կարող կծել, եթե սիրտ չեն անցել, հա։ Մտքից կարան օդի մեջ մնալ, չէ կծել, բայց երբ որ սիրտ են անցում, ասում է, օձը ծոցում են, չէ տաքացնում, ասում են, ծոցումը տաքացած օձը անցած սկսում է քեզ կծել։ Երբ որ քո մեջ ներդաշնակություն չկա, չխոսելն չի օգնում քեզ։ Չխոսելը կարող է այնքանով օգնի, որ դու գոնե խաղաղություն ձեռք բերես, ներդաշնակություն, սկսես սիրտդ միտքդ մաքրել, հա։ Բայց շատ կարևոր է մտքի իմաստությունը։ Մտքի իմաստությունը շատ կարևոր է։ Ահռելի կարևոր է մտքի իմաստություն, որ մարդը կողմնորոշվի ինքը ինչ հոգեվիճակում է։ Մտքում այդ երևույթը կատարում, թե սիրտ է բաց թողել, մտքից սկսի, թե սրտից սկսի, ընդհանրապես ամենազորավոր տեղը դա արտասուքն է, հառաչանքը։ Երբ որ դու ուղղակի չես դիմանում, ասես լացում ես, սիրտդ մաքրվում է միանգամից։ Երբ որ սիրտդ մաքրվում է, ոնց որ հայելին սրբում է, սրտի հայեցնում, սրտով մաքրում է, Աստծուն են տեսնում, հա։ Որ լացում ես սրտիդ հայելին մաքրում ես, եւ Աստված երևում է քո սրտի խաղում ես, ներդաշնակում ես, ու արդեն կարողանում ես լեզվիդ ուղղություն տալ։ Յուրաքանչյուր մարդ պետք է անպայման
իր համար իմաստուն ձևով աղոթքի մթնոլորտ ստեղծի։ Անպայման։ Եվ ժամանակի ընթացքում պետք է փորձառություն ձեռք բերի։ Այսինքն պետք է հասկանա, որ այս աղոթքը արագ կողմնորոշվի, սրտով զղջա, հառաչի, արտասվի, ուղղվի, շտկվի, որտեղ ժամանակը շատ քիչ է, հիմա շատ արագ է ժամանակը գնում։ Շատ արագացել է ժամանակը։ Օրինակ ես անձամբ խորհրդային կարգերի եւ հետխորհրդային կարգերի ժամանակը կարելի ասել կիսվել է։ Ահա դուք չհիշեք, բայց մենք Արսենի հետ հիշում ենք։ Հաստատ հիշում ենք, տարբերությունը հռելի է։ Շատ արագացել է հիմա ժամանակը։ Առաջ ամեն ինչին ժամանակ կա, հիմա ոչ մի բանի ժամանակ չկա։ Ամեն ինչ տեմպի մեջ է։ Հələ դուք հին ֆիլմերը նայեք, ամեն ինչ դանդաղ։ Հիմա այդ հին ֆիլմը դնում ես, չես կարա նայես։ Չի նայվում ընդհանրապես։ Այդ հին ֆիլմերի նկարագրությունն ինչ է։ Մարդու մտայնության նկարագրությունն է, չէ՞ այդպես էլ մարդու մտածելակերպը դանդաղ էր ամեն ինչ, ասենք մի կադրը կարող է ճանապարհով գնում, այդ ամբողջ ճանապարհով գնալ կադրը մանրամասն նկարվում էր։ Իսկ հիմա այդքան ժամանակի մեջ 1000 կադր պետք է փոխես, որտեղ մարդը չի նայում։ Իսկ նույնն էլ ժամանակի գիտակցությունը, հիմա ամեն ինչ շատ արագ է։